Լենյան։ Ոչ է։ Նայան։ Անկեր։ Չեմ ուզում։ Այ ախպեր վեկակեր։ Ասեցի չեմ ուզում։ Ապեր սովաս չես։ Չէ, սովաս չեմ։ Առ, ախպերս կեր։ Վեկակեր։ Ապեր եթե բան պետք եղնի, անպայման ձենք հանես, հեսա կգա։ Դե գերում է պրոտի չուշանես։ Չեմ ուզում ետ։ Սոնա հանգիստ ննա։ Գիտեի, որ այս այգ Սոնան անկարգ։ Մամ, մի քիչ աղվե։ Այդտեղ կա սեղանին վերցրել։ Բարի լույս ընտանիք։ Ոնց ես։ Լավ։ Ես ինձ համար է եփում։ Տեսա որ լոգարանում էիր։ Չարաճճի։ Ոնց է։ Ջուն։ Ոնց ես։ Շուտ ես արտանցել։ Սուրճը պատրաստ է։ Նարեկ ջան են կոնկանգնի։ Չթափենք։ Բայց մի բան ուտեիր նոր էլի սուրճը։ Չէ, տոտ, սուրճ։ Շնորհակալ։ Մամ։ Դու բարես դուր։ Ես ինչ համով սուրճ եմ պատրաստել տատիկը։ Հա։ Անտերով չիկը վերցրու, ասենց, ուզգուշներ վրա թավես։ Նարեկ, բաչ ասեցիր, Սարան ինչ կարծիք ուներ մեր մասին, լավ տպավորություններով գնաց մեր տնից։ Հա, շատ։ Բա ինձ հավանեց։ Շատ գեղեցիկ աղջիկ էր։ Իսկականից շատ սիրուն էր։ Էլի կգա, չէ։ Դե եթե դու ուզում ես, էլի կգա։ Նարեկ, բա դու ամուսնանալու ես իրա հետ։ Սոնա, մի քիչ էլ չաչանակություն որ անես, դասից կուշանաս, գիտես չէ, արագ կեր վերջացրու։ Տատիկը ճիշտ է ասում Սոնա։ Գնա որ չուշանես, գնա գնվիր։ Իսկ ինձ ով ատանելու։ Ես կտանեմ։ Ուրա։ Գնա պարսակդ վերջրու որ չուշանաս, գնա։ Արի անցիր կուշը։ Բայց ամուսնանալու եք։ Նարեկ ջան, բայց աղջիկա ծնողները ովքեր են, ծանոթ ես։ Չէ, դոտ։ Քաղաքում չէ։ Սպասիր, մենակ ապրում։ Հա։ Նարեկ չասեցիր եմ, Սարան ինչ կարծիք ուներ գնունու ընտանիքի մասին։ Արևիկ։ Հա, բայց ինչ ասեցի, որ։ Չէ, դա թող ասի։ Ասա ինչ ես ասում։ Լավ, ոչինչ չունեմ ասելու։ Ինչի։ Ես էլ գնամ պայուսակս վերցնեմ, որ գնամ աշխատանքի։ Լավ, ես էլ գնամ տեսնեմ Սոնան ինչ արեց հագնվեց։ Բաբ, ինչի ոչինչ չես ասում կամ Ինչ ասեմ նայել։ դե Ես իմ կարծիք արդեն ասել եմ քեզ։ բաբ Ինձ Ալկին մի բան դուր չի գալիս։ Որ տղայիս գնահատում են իր ազգանունի համար։
Գնունի։ Բաբ, բայց ինք ուղղակի ասաց, Լավ, ինքը կատակում էր։ Արեք ինքն էլ գիտես, որ այդպես չի։ Ես գնահատում եմ քո կարծիքը։ Եթե քեզ դուր է գալիս, ես ոչինչ չունեմ ասելու։ Ինձ համար միայն մի բան է կարևոր, որ դու քեզ լավ զգաս։ Ուրիշ ոչինչ չունեմ ասելու։ Մենք չենք ուշանում, Գնանք։ դե մենք գնացինք պապ ջան։ Արի մի հատ բաչը։ Դե ասեք։ Գնացինք։ Բարի լույս, Բարև։ լավ քնեցիր։ Դե ինձ թվում է մենք այսօր ծվածեղ ենք ուտելու։ Համաձայն ես։ Իսկ դու գիտես, որ քեզ շատ եմ սիրում։ Ես էլ քեզ։ Լուրջ։ Հա։ Ապրես։ Այսօր ինձ պետք է հետ տանես։ Եթե ինձանից կախված լիներ, երբեք քեզ հետ չէի տանի։ Բայց ես քեզ խոստացել եմ, չէ՞, որ մենք շատ հաճախ ենք հանդիպելու։ Հենց քեզ տանում եմ այնտեղ դարպասներից չանցած արդեն կարոտում եմ։ Ես էլ քեզ։ Մամաս էլ այն շատ կարոտել, գիտեմ։ Մամադ քեզ շատ է սիրում։ Ես էլ իրան։ Դե այնքան լավն ես, որ ես վստահ եմ, որ մամադ աշխարհի երջանիկ մաման է, որ քո պես աղջիկ ունի։ Իսկ դու երբ կգաս իմ մոտ։ Ասել եմ, չէ, շատ շուշոտ։ Իսկ ինձ կզանգես։ Իհարկե, Բան չեն աչքերդ լցվել։ չգիտեմ։ Լավ ան մի տխրի, մեկ այլի հանդիպելու ենք, չէ։ Իհարկե, Ես քեզ շատ եմ սիրում։ ես էլ քեզ։ Չէ, ես քեզ սիրում եմ մամայիս չափ։ Իսկ ես ամբողջ կյանքում երազել եմ քո պես լավ աղջիկ ունենամ։ Լավ ան, բայց զվացող չենք ուտելու։ Ուտել ենք, դե վեր կաց։ Գնացինք տան։ Հա, Ես էլ եմ քո հետ գալիս ընկերություն։ ինչի՞։ Ուղղակի ուզում գնում տեսնում։ Վարդան ինչ-որ բան է աղել։ Չէ, ուղղակի խոստացել էի, որ գալու եմ, հիմա ուզում տեսնեմ այդքան բան։ Եթե գալիս ես պարոն Գնունու մոտ, Աննա, ընդամենը ուզում եմ խոսեմ հետ, ուրիշ ոչինչ, լավ։ լավ։ Վարդան, բայց եթե ինչ-որ բան լինի, անպայման ասա, հա ինձ։ Անպայման կասեմ։ Գնացինք տան։ Հա, մի րոպե տեսնեմ հեռախոսս այստեղ եմ դրել։ Չէ, լավ, խոհանոցումն է։
որ հիմա էլ կան տունս մտնեն ու ով ա բերել ես նկարներ ու դրել անկյունում, բայց ով կարող է տուն մտնել, ոչ մեկ, ոնց են ես նկարները հայտվել մեր տանը, ոնց, Վերջ գնացինք։ գնացինք աջո։